Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների եւ ձեր բարեկամների հետ։ Կարող եք կիսվել նաև բարձր դասանի երեխաների եւ ուսանողների հետ, քանի որ իմ հաղորդումը զարգացնում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունը։ Հարգելիներս, ինչպես եք բաժանորդագրվում, Ուրեմն հենց վիդեոն տեսնում եք, տակը սև այսպես ուղղանկյունի բան կա, սեղմեցիք, բաժանորդագրվում եք, լայքը դնում եք, որ բարձրանա վերև, գրում եք ձեր մտքերը, որոնք ես բոլորինը կարդում եմ, իսկ ով էշություն ագրում բլոկում եմ, կատարյալ էշություն, վիրավորանքներ, հայհոյանքներ, եւ կիսվեք ձեր ընկերների հետ, գրեք ձեր մտքերը, որ ավելի շատ մարդ տեսնի, կիսվեք ընկերների հետ։ Հիմա սկսեմ այսօրվա հաղորդումը, նախ ես կներկայացնեմ մի երկու բան Հայաստանից եւ կներկայացնեմ այսօրվա ամենալավ թեման եւ բոլորի սրտով այս թեման, ով է պատասխան տալու այս պատերազմի համար, հիշում եք, ես միշտ ասել եմ, ցանկացած պատերազմում գոյություն ունեն քավության նոխասներ, գոյություն ունեն կրվող մարդիկ, զոհեր։ Միանշանակ ոչ Իրանը, ոչ Իսրայելը։ Այս պատերազմի պատասխանատվությունը ընկնելու է եւ կոտորածը լինելու է Քոչվորստանի վրա։ Ադրբեջան չկա, քոչվորներ, որոնք եկել են հայկական հողի վրա, ապրում են ռուսների օգնությամբ, ինչպես նաեւ հիմա է։ Հիմա սկսենք երկու լուր նախ Հայաստանից, ես չեմ ուզում անդրադառնալ այդ շոուների մանր մունր, որ իրար էլ պետք չի, կարևոր լուրը։ Ուրեմն մարդիկ Պրոշանում մարդիկ ցույց են անում, որ տրանսպորտը հանում են, թանկացնում են, այնտեղ քաշքշում են, օմոնը եկել է, դե բնականաբար, եթե մարդուն չես թողնում խմբվի, չես թողնում հրապարակ, կա ինքի ճանապարհն է փակում, պետության ուշադրությունը իր վրա վերցնելու, սա բնական process է։ Եկել են, ձերբակալում են կարմիր բեռետը, որ տանի մարդկանց։ Ձերբակալում է, տանելու մարդիկ հանգիստ գալիս են, էլի քաշքշում է։ Լրագրողին հարցնում է, ինչու եք քաշքշում, ֆռում է կարմիր բեռետավորը ու շատ ուժեղ հարվածում է լրագրողուհուն։ Նայում եք, բոլորդ կադրերը տեսել եք, հիմա ասեմ, ու միանգամից ոստիկանությունը հայտարարեց, որ տեսան արդեն կադրերն եկա, թե հանել ենք այդ կարմիր բեռետավորին։ Ուրեմն ժողովուրդ ջան, ես ոչ թե դիմելու եմ, սրանց դիմելու բան չկա, սրանք հայրենիքի դավաճան է։ Ասում եմ ուղիղ, Հայաստանի Հանրապետության իշխանափոխությունից հետո բոլոր կարմիր բեռետավորները դադվելու են, ոնց որ մնացած պատասխանատուները։ Եվ այնտեղ գոյություն ունի մի ոստիկանության գնդապետ, աշկս ընկավ, ազգանունը գրեցի, Հակոբյան, գնդապետ Հակոբյան, քեզ ասում են տեսար խփեցիք, ողքը կանգնած եք, ասում եք չէ։ Այդ ձեր նման ոստիկաներն են, որոնք ժողովրդի հաշվին հարկերի հաշվին փող են ստանում ու ժողովրդին ծեծում են, դուք նույնպես դատվելու եք։ Ոստիկանության շատ անդամներ, ովքեր հուլ ու հրազանդ Ուլի նման ծառայել է Նիկոլ Փաշինյան, Սերժ, Լևոն եւ մնացածին։ Պարզը, եթե դուք ձեր տեղը ճիշտ մնաք, այդպիսի բան չի լինի։ Եվ հայտարարում են ու հարցը պրծավ, վայ, որ բանին հանենք, կարմիր բեռետին հանենք, հարցը պրծավ, հա։ Հիմա ես որ գամ կարմիր բեռետին խփեմ, իմ հետ ի՞նչ է կատարվելու։ Դատական գործեր եւ այլն։ Գործից հանելով հարցը պրծավ, ես չեմ հավատում, որ հանել են։ Եվ եթե հանել են է ձևական, տարի մի հատ ուրիշ տեղ գործ են ուտում։ Սա այսպես, մնացածը թողնում եմ ձեզ, որ տեսնեք այս այլասերվասները, այս սուտ իշխանավոր եւ սուտ հակաիշխանական իշխեր, բոլորը միասին, հա, ինչ են անում։ Նույն ձևով երկիրը թալանի ու ամեն ինչի, սա շատ լավ նպատակ է։ Իմիջիալոց ասեմ հաջորդ փաստը, որ Հայաստանում եղել էր, ուրեմն, ինչպես արտիկում ասում էին ուշապի կամի, այդպես են ասում, տորնադո նոր բառը, որը վնաս հասել ապարանին եւ արտիկին, բարեբախտաբար զոհեր չկան։ Եվ ասում են, որ ասում են, հələ իրականը չեմ տեսել, ապարանից է քանի օքի ասեցին, որ համայնքապետը սկսել է օգնել մարդկանց հետ, մաքրել արտիկներ նույնպես։ Տեսնենք։ Դեռ ոչինչ չեմ ասում։ Ուղղակի Աստծուն փառք, որ ոչ մի զոհ չունենք։ Գնամ երրորդ հարցին, որը Վրաստանը կրկին անգամ փակել է Հայաստանի կոնյակի ճանապարհը։ Իմիջիալոց Հայաստանը այս կռվից տնտեսական ցավ զգում է, թե չէ։ Միանշանակ զգում է։ Ինչու, որտեվ Հայաստանի ծովային ճանապարհը, որը ավելի վստահելի է Իրանով անցնում, դա Բենդեր Աբասն է։ Բենդեր Աբասը այսօր գտնվում է պատերազմական վիճակում, ժամանակավոր փակել են կամ բեռները կանգնել է պատերազմա բնականաբար։ Հաջորդը, իսկ ինչ ճանապարհ է, ռուսները էլի վրացիներին քսի են տալի, որ վրացիները հայերի ճանապարհը փակեն, հա։ Այսինքն ցանկացած պատերազմում ռուսը ինքը մեռնելուց է լինի, այն որ ասում են ռուսի մեջ լավը, կասում եմ լավ ռուսը ու լավ թուրքը, ու լավ ջուդը, դրանք մեռած թուրքը, մեռած ռուսը, մեռած ջուդն են։ Լավը չի կարա լինի դրանց մեջ։ Ինքը խեղդվում է, քաղաքները Կազանայիսի, ինչ վառվում են օդանավակայաններով, բան։ Ոչինչ չունի, էլի հային վնաս է տալի։ Վրացուն ասում է փակի ճամփ։
Վրացից թե ինչ կապ ունի կոնյակի փակելու, ստուգելու կամ բանի հետ։ Ով է հրահրողը։ Բնականաբար ռուսը։ Հիմա շարունակեմ։ Ինչի։ Իհարկե թուրքն էլ է, դե չենք ասում թուրքը սուրբ է։ Հիմա շարունակեմ։ Ըստ այն տեղեկությունների ես որ ասում եմ մի օր Ադրբեջանին զոհ են տալու վաղուց եմ ասել, միացրեք 4 տարի առաջվա հաղորդումներ տեսեք։ Իրականացավ ես ոչ թե գուշակ եմ, այլ ես իրական վերլուծող եմ։ Ես զզվում եմ տենց գուշակություններ, ես իմ բաներ վերլուծող։ Ինչ արել Իրանը նախ այդ փաստաթղթերը որ կարողացավ գողանալ Իսրայելի հատուկ ծառայություններից, կողքի երկրների նույնպես տրամադրել է փաստաթղթեր, որոնց մեջ մանրամասն նշված է, որ երկրին ինչքան վնաս են տվել, ոնց են արել, ինչ են անելու, ինչ են երկրում պայթեցնելու, ոնց են պայթեցնելու, ով է միջամտած եւ այլն։ Դրա համար է խփեցին, որտեղ իսրայելական ծրագիրը բացվա։ Հիմա նայեք Իսրայելին։ Իսրայելը 400 հատ արդեն բալիստիկ հրթիռ է ստացել հարված Իրանից։ Տեսնում ենք Թել Ավիվի վիճակը խայտարակություն։ Ժողովրդի զոհերը ասում են 3-4 հոգի, նայում ես տեսնում ես քաղաքի կեսը չկա համարյա։ Հարց եմ տալիս, եթե իրանք համաձայն չեն այս ամբողջին, լավ, ժողովրդին է ըստ ասելու որոշները ասենց ջուդա խառնդեհետները կապ ունեն, ասում են ժողովուրդը շատ պաշտպանված է իջները գետնի տակ։ Բավը ժողովուրդը շատ պաշտպանված է, հարց երկնակերերի, վերամբարձ կռունգների եւ մնացած լույսերը քաղաքներում ինչի է վառվում։ Ինչի է վառվում, որ բանով ճշգրիտ խփեն, հա, որ սպուտնիկով ճշգրիտ հարված են, դրա համար է վառվում։ Հարց եմ տալիս, ինչի։ Դրա համար է վառվում, որ ճշգրիտ խփեն, ուրիշ տեղ չխփեն։ Լավ, Իսրայելը ասում է մենք չենք հաշվարկել, չգիտենք, որ Իրանը այսքան ուժեղ է։ Բնականաբար հաշվարկ ունեիք, չունեք, ապացուցվեց, որ ամերիկյանով 35-ն է, այդ որ ասում եք, ես իմ քանի 100 միլիոն բան չմո ինքնաթիռը, որտեվ այդ 200 ձեր ասած թռած ինքնաթիռից 2 հատը տեղում խփվել է։ Մի քանի հատն էլ է խփվել, չեն ասում, որտեվ խփվել է Իսրայելի տարածքում կամ օտար Սիրիայի եւ այլ տարածքներում։ Սա մեկ։ Երկրորդը Ադրբեջանը 5 հատ օդանավակայան ունի, չէ՞ սահմանի վրա։ Ինչի համար էր սարքում, էլի եմ ասել ու հա կրկնել եմ սա անընդհատ։ Այդ օդանավակայանից պարբերաբար թռիչքներ են կատարել Իրանի վրա խփելու, որի ինֆորմացիան տրամադրել է Իրանը։ Եվ պլյուս սրան, տեսեք, խաղը մեջտեղը ուրիշ խաղ են տալիս։ Թուրքական հակերները կոտրել են Իսրայելի բանի այդ ազդանշանները, որ տալիս են, որ պետք է ռմբակոծվի, ազդանշանային համակարգը, այսինքն երբ պետք է ազդանշանը չկա, երբ պետք չի կա, այսինքն դուրս է գալիս, ժողովուրդը դուրս է գալիս, հենց այդ ժամանակ խփում են։ Իմիջիալոց սա նույնպես տրամադրել են Իրանը, ինչպես նաև աշխարհն արդեն գրում, որ այո, այդպիսի բան։ Այսինքն այն Իսրայելը, որը Թուրքիի հետ ախբերություններ պաչիկ-պուչիկ էր իրար ծոցային մտած, այսօրվա դրությամբ մի հատ է Թուրքից է ստանում։ Ադրբեջանը միակ երկիրն է, որը չի դատապարտել Իսրայելի, հարվածը Հայաստանը այս անգամ փառք Աստծո խելքները գնաց էլ ճար չունեին սահմանի վրային, որպեսզի չհարցակվեին, առաջինն է դատապարտել, եւ Ադրբեջանը բոլոր տեղերը տրամադրում է, ինչպես նաեւ Իրանի հատուկ ծառայությունները հայտնաբերել են մի շարք ադրբեջանցիների տների մեջ իսրայելական տեխնիկայով կամիկաձե ԱԹՍ-ներ սարքել, որ քաղաքների մեջ խփեն, պայթեցնեն եւ այլն, մեքենաների մեջ, տան մեջ, հայտնաբերել են տեղեր, որոնք պայթեցնում են կոյուղիները, որ ջուրը էլի լցվի քաղաք մարդիկ վախենան, ջրամբարները եւ մնացած տեղերը։ Ու բոլորը ցույց է տալիս, որ խաղի մեջ ադրբեջանցիները մտել են։ Իմիջիալոց այն Պակիստանը, որի հետ Ադրբեջանը պաչիկ-պուչիկ էր ելնում եւ դրոշները պահում էին Թուրքիա, Պակիստան, Իսրայել, Քոչվորստան, Ադրբարան, հենց այդ Պակիստանի այսօր բանը սպառնում է, որ եթե Իրանի շարունակվի ինքն էլ է խփելու, արդեն ատոմային հրթիռները հանևերել է սահմանի, ավելի բայևոյ, այսինքն ռազմական վիճակի, կամ հեռահար հրթիռներն էլ Իսրայելը ասում է, ես էլ պատասխան կխփեմ։ Իսկ չինական ինքնաթիռները եւ մի շարք զինատեսակներ շատ արագ չվերթ են կատարել, որը ֆիքսված է, կարակ on-line-ով նայեք, իջնում է Թեհրան։ Մի քանի տասնյակ կամ 100 ինքնաթիռներ միանգամից իջնում է Իրաք։ Պարզ է, հիմա ինչ է կատարվում։ Պատերազմը շոու էֆեկտը մնում է, թե չէ։ Իհարկե։ Ինչի, քանի դեռ ցամաքային զինվորը կռվի դուրս չի եկել, պատերազմը չի համարվում պատերազմ։ Սա կոչվում է փոխադարձ ռմբակոծություն։ Տրամպը գոռում է, ես իմ ուզածը ստացա, արդեն կարակ վերջացնեք պատերազմը։ Միջազգային ֆոնդային բորսաները ասում են նավթը դարել է 75, կարող է սարքենք 300, դե 300 մի քիչ
պայթեցնող թիվ, հա, ժողովուրդ ջան, 300 պայթեցնող թիվը։ Բնականաբար նավթի բարձրացումով Իրանի փողը շատացրեցի, 52 իջացրեց Սարգսի 75, օգուտ տվեցի 25-50% ավել Իրանի բյուջեին ուղղակի նվեր փող տվիք, հա, նվեր, ուղղակի նվեր տվիք 50%, եւ սրա հետ մեկտեղ Իրանի տարածքի վրա հարվածները համացել են 300 գրում 400, թոմանա 2000։ Ես բացել եմ Իրանի վիճակագրական տվյալները, Իրանի օրական աճը 2100 մարդ է։ Մեկ օրվա մեջ Իրանում այդքան աճ ունի, ոչ թե ծնվում է 3800 թե ինչքան, մահացածների թիվը հանում են մաքուր 2100 հաշվենք, 100 մարդ մնում է։ 3 օրվա, 4 օրվա հարվածների մեջ մահացել է ըստ իրանց 220 կամ թողնի 600 թե 700։ Ինքը կարողանում է սրանով Իրանին խեղճացնի։ Ոչ։ Բոլոր կողքի արաբական երկրները ուրախ են բացի Հորդանանից, այո։ Ինչի է Հորդանանի վրա հրթիռ ընկել։ Որովհետև Հորդանանը ըստ իրանական տեղեկության, որ բոլորն էլ հաղորդում են, Իսրայելն էլ ասացի միջայլոց, ճանապարհին թռչող օդային տարածքով անցնողը պատճառաբառներով, որ իմ օդային տարածքով պետք է հրթիռ չանցնի, օդի մեջ խփում, այսինքն 100 հատ Իրանից ուղարկում են, թող 3 հատ է խփի էլի բանը, 3 հատ Հորդանանն է խփում, մնացածը Իսրայել, ասենք մի 20 հատ, 10 հատ էլ Իսրայելն է խփում, վերջ, մնացածը գնում։ Քաղաքի վիճակը Թել Ավիվի տեսել եք։ Թել Ավիվը այն քաղաքն է, որի վրա դրվել է մի քանի 100 միլիարդ դոլար փող, ժողովուրդ, մի քանի 100 միլիարդ։ Ամերիկայի պետական օգնությունը 48 թվից այսօր միայն պետականը օգնությունը այսօր 4.5-ից 5 միլիարդ է, Իսրայելի արտադրած 50%-ը առնում է, պլյուս դրան տարեկան մինիմումը 25 միլիարդ փող ալացվում ընտեղ, սա դեռ երևացող թվերով, իսկ չերևացողով հսկայական թվերով բոլորը գողացվել։ Նաթանյահուն էլ կայֆերի մեջ, կնիկն էլ Նիկոլի կնգապես լկտի, իմիջիալոց երեք բացել եմ Սարա Նաթանյահուի իսրայելական թերթերը խայտարակություն լրիվ Նիկոլի կնիկն է։ Ժողովուրդ ջան, թողելա փիլիսոփան, գնաց է դառնալա լրագրող, ու էլի ասում է ուսումը նորաձև է, գնաց է մասնակցելա ուսումնական բաներին, լեկտիությամբ աչքի անգնում, իր հացը Ուկրաինայում ասել եմ, շպրտելով, Իսրայելում մարդկանց վրա թքելով, աշխատողներին թքում ծեծումա դատի են տալի փողա տալիս, ամիսներով աշխատավարձ չի տալիս, եւ ամենակարևորը, որ ասել եմ, չէ, Նաթանյահուն է Նիկոլի պես է խոսում, Սարան նույնը աննանա լեկտիությամբ, 3-րդ թե 4-րդ ամուսինն ասում են երկրորդ, ինչ որ է իրանց գործն է, եւ Սարան քիթը խոթում ասում են պետության կառավարման հիմնական գործը անում է Սարա Նաթանյահուն։ Պարզ է, չէ։ Լրիվ Նիկոլանն է պատմությունն է ջհուդական։ Եվ բացի սրանից, էլի հիմնել է տեղ, գնաց է դուրսն է սովորե, իմիջիալոց Իսրայելում կանայք բանակ են ծառայում, էսի չի ծառայե, գնացել է իբր հոգեբան, ցանկացած մարդ գնում է այնտեղ ծառայելու, ոչ թե գնում է հոգեբան ծառայի։ Մի խոսքով լրիվ նույնությունը, ժողովրդի հետ կռիվ, ժողովուրդը հիշում եք ասել են, որ փագել էր նրան Վարսավիրանոցի մեջ հիստերիկաց է, հենց ախրա բաներին կանչես պես նազին ջարդե պատուանները փախե, մի լեկտիկին, այն ինչ որ անում է Աննա, եթե կերպարները դնեք, ոչինչով չի տարբերում։ Բառացի լկտի։ Հա, նստած ռեստորանում էս տարի էլ դե մենք այդքան չէի պատմում, որտեվ էդի մեր համար հիմա է բարձացել, որպես ինֆորմացիա ասեմ ձեզ, նստած լեկտիաբար, բանը հունվարին պետական ճաշկերույթ է եղել, չեմ իմանում, որ երկրի նախագահն է եկած եղել, ամերիկանը, եվրոպական որևէ, նստած պետական ճաշկերույթին շպրտել է ամանա, ասել է ինձ է սնունդը դուրս չի գալիս, զանգել է Ֆրանսիա, Միշլենի ռեստորան ինքնաթիռով 15000 եվրո փողա փոխանցել, տեղում դերասանաբար քարտով, բոլորի ներկայությամբ, Ֆրանսիայից մենակ իր համար, պատկերացնում եք կնոջ այլասերվածության ու լկտիության աստիճանը։ Դուք պատկերացնում եք այդ կինը ջաջուրի թունել չէ, այս կինը Արփա Սևանը, որ համարվում է աշխարհի ամենաերկար փորված ջրանցքը, անդրգետնյա փորված ջրանցքը, Արփա Սևանից էլ լոճած է, որ կարա նստի ուրիշ երկրների ղեկավարների մոտ, ասի դուք այդ խոտը կերեք, իր մարդուն է, մենակ իր համարը պատվեր, մարդուն էլ ասի դու այդ պետական խոտը կեր համբալ, Միշլենից մի հատ զակաց բերեք, ինքնաթիռով։ Հասկացաք, չէ, այսպես լկտի, նույն ինչ որ անում է Նիկոլի կինը, չէ, Սիրուհի, Աննա։ Այնպես որ ինչ ունի սկիզբ ունի վերջ, Իսրայելի նայեք, ձեզ պատկերացրեք։ Ու այդպես էլ կա։
Հիմա ինչի եմ ասում Ադրբեջանի։ Բոլոր ինֆորմացիան կա։ Ալիևը ընկնավորած է։ Բոլոր ինֆորմացիան բացվել է։ 5 օդանավակայանը օգտագործվում է բացարձակ իսրայելական թռիչքի համար, որը Իրանն է հաստատել։ Հարված կլինի Ադրբեջանի թե չէ։ Դժվարանում եմ ասել, կխփի, թե ընենց կանի Հայաստանը կխփի ինչ-որ հարցում, բայց Իրանը, ժողովուրդ ջան, Հայաստանի բարեկամը չի, տենց միամիտ մի եղեք։ Հայազգ ունի իր շահը, պարսիկ ունի իր շահը, թուրք ունի իր շահը, ռուս ունի իր շահը, բոլորը շահ ունեն։ Հիմա ես կարող եմ ասել, տեսեք, ժամանակին Իսրայելին տարածք տրամադրելու համար անգլիական պալատական անդամներից մեկը որոշել էր Իսրայելին տրամադրել այնպիսի տարածք, որը պետք է տեսեք Պաղեստինը, որ բաժանեցին, նախ Պաղեստինին 114,000 էր, 93-94,000-ը տվեցին Հորդանան ստեղծելու համար, հետագայում մնացած տարածքը 25,000 քառակուսի էր, բաժանեցին իրար մեջ Պաղեստինը եւ Իսրայելը։ Ճիշտ, այդ 25,000 քառակուսու մեջ այսպես բաժանվեց 14,102 Իսրայել, 11,200 կամ 190 քանի Պաղեստինի Հանրապետություն եւ 177 քառակուսի կիլոմետր Երուսաղեմ անկախ քաղաք, որը բաժանված է հայկական եւ մնացած մասերի միջազգային օրենքով, չէ՞։ Իսրայելը բոլորը խախտեց, բայց մինչ այդ Իսրայելին խոստացել էին տայն Հայֆայից մինչև Թել Ավիվ տարածքը, որպեսզի եւ Երուսաղեմը լինի մոտ 400 քառակուսի կիլոմետր, որ ասենց անկլավ չլինի, ծով ճանապարհ ունենա։ Մնացած հարավային մասը մնա արաբներին։ Հիշեցնեմ ձեզ, որ մինչև պատերազմ այնտեղ ոչ թե 1 ու 2 միլիոն ջուդ էր ապրում, այլ ապրել է ընդամենը 1902 թվին ապրել է 20,000 ջուդ, եւ այդ անընդհատ ջուդներին լցին պատերազմի ժամանակ եղել է 583,000 ջուդ։ Հիմա հարց, 583,000 ջուդը ոնց կարա այդքան զոհերի, այդքան երեխա չունենալու դեպքում այսօր դառնա 10 միլիոն ժողովուրդ ծիծաղի մի բերեք։ 550,000 մարդ է այդքան պատերազմներ տալով 83 տարի։ 10 միլիոն չի, то 5 միլիոն չի կարա լինի։ Հիշեցնեմ, որ այդ ժամանակվա ամենաուժեղ աճ ունեցող երկրներից Իրանը ունենալով 20, ես ասեմ ձեզ ինչքան, 23 միլիոն բնակչություն, այսօր հասել է 85-ի, այսինքն 4 անգամ։ Ոնց կարա ջուդը 10 անգամ շատանա։ Ինչի ջուդը Իրանից շատ երեխա ունեն, պարսիկները շնից շատ են ունենում։ Կամ Թուրքիան այդ ժամանակ 23 թե 26 միլիոն էր։ Ոնց կարա 26 միլիոնանոց Թուրքիան դառնա էլի 80 միլիոն, 4 անգամ, 3.5 անգամ, մենակ ջուդը 10 անգամ։ Սա կասեք բերել են, ինչքան մարդ են բերել, 10 միլիոն աշխարհից, չէ։ Այս երեք եմ ես հայտարարել, այսօր էլի Կիպրոսը տեղեկացնում է, որ 180-ից 200,000 անընդհատ լցվում են, ով ծովափին կանգնած բիզնես են անում, կածերը դնում են, արագ քշում են Կիպրոս։ 180-200,000 մարդ արդեն լցվեց Կիպրոս ջհուդ։ Փախստական։ Հիմա արաբներն էլ այնտեղ տուրիստ են, արաբն էլ կարա գա, ասի պատերազմա խփելա, հիմա ոստիկանությունը եւ զորքերը շատացրել են, կարող է իրար մեջ պայթեցնեն, մեղավորը Կիպրոսը դուրս գա։ Իմիջիալոց Ռուսաստանը էսել 5 անգամ ասում է ես ձեր մեջ կռիվը կբանանեմ, հարթեսնեմ ինձ դիմեք, Ռուսաստանի շան տեղ չեն դրել նույնն է Թուրքիային։ Այսինքն այս պատերազմում ռուսն ու թուրքը քյալամի թուփ են կամ բուշլատի թև։ Այն բանվորական բուշլատները, որ թևը կդրվում է, էլի այդ մարդը հագնում աշխատում, այդպես բուշլատի թև։ Դրա համար ոչ ռուսին է շան տեղ դնում, ոչ է թուրքին։ Ինչքան էլ գոռում են, մենք ձեզ կբանանենք, համերաշխացնենք եւ այլն։ Նույնիսկ Ամերիկային, իմիջիալոց Իրանը մերժել է խաղաղության պայմանագիրը, մերժել է ատոմային պայմանագիրը եւ մնացածը երեք որ ասել էր։ Իսրայելի պայմանը ինչ ասում է, ես մեղ չունեմ, Ամերիկան ասաց խփեցի, բա քո ժողովրդի մեռնել է։ Կա երկու տարբերակ, ես ասել եմ, Շիրվանի Հանրապետություն, Ադրբեջանի նինադու են փուռը տալիս, որ հարվածելու է Իրանը, քանի որ էլի եմ կրկնում, Իրանի ղեկավարությունը ջուդների հետ պաչիկ-պուչիկ են, որը հեռու չի եղել անցած տարվա բանը սեպտեմբերին է եղել, նախանցած տարվա սեպտեմբերին է եղել, հենց որ այդքան էլ հեռու չի, նախանցած տարվա պաչին ու կռիվը սկսավ։ Այնպես որ գործողությունների մեջ միշտ լինում է քավության նոխազ, այսինքն զոհ,
Զոհ է այս դեպքում Ադրբեջանը։ Ինչի՞, որտեղ չլինելով երկիր, չունենալով ազգություն, գրաված տարածքներ, կողքի պետությանը օկուպացված, կապ չունի Նիկոլ Սերժը Սարգսին Ռուսովեսի հարցի մյուս կողմ եմ դնում, օկուպացված, աշխարհի թեկուզ չճանաչված, բայց պետական բոլոր համակարգերը ունեցող պետության տարածք, որը դեմ է միջազգային կոնվենցիաներին, Վիեննայի կոնվենցիային, ասում էի, չէ, 1967 թվի, 1961 թվի, 47 թվի բոլոր կոնվենցիաներին դեմ են։ Ժողովուրդ ջան, ինչի է ես սա ասում, հիշում եք Արցախից հետո ասել եմ, Ադրբեջանը պատասխանա տալու աշխարհակարգը խախտելու համար, որտեղ նախատիպը արեց Ադրբեջանը, գիտեին, որ Ադրբեջանը անելու է դա, նախատիպ տվեցին, զոհ տվեցին հայ ժողովրդին, հետագայում կգան պուպուշ դեմքերով կասեն, վայ հայեր ջան, ձեր կյանքին մեռնեմ, աղբերներ ջան, կներեք, չէ, հիմա ոնց ասում եմ, մենք ասել ենք բանակցությամբ Արցախը քեզ միացրա, ով ասե, որ դու պիտի զորքով սպանես, չէ, տեսեք, չէ, Եվրոպայի լեկտի քաղաքականություններ եմ ասում, որ ընդ տակը ռուսամերները չգրեն, բա ինչի Եվրոպա չես ասում, հա, հիմա տեսեք, նույն վիճակը, հիմի սրանք էս տեղից են ասում, կոնվենցիան խախտել տվի, Իսրայելը գնաց առաջ, ասեց Ադրբեջանի պես ոչլոտ երկիրը կարա Արցախը գրավի, Գազան ես ինչի չեմ կարա գրավեմ։ Միանշանակ գրավման գործողությունը սկսեց, բայց արդեն գիտեին, որ զոհ էին տալու, հիմա սկսում է Ադրբեջանի վերաձևումը։ Այստեղ հետաքրքիր է էլի եմ ասում։ Հայաստանի իշխանությունները սա եթե շուտ եղավ, ինձ թվում է մյուս տարվանից շուտ չի լինի։ Սա եթե շուտ եղավ, հիմա կարան ռմբակոծեն, ընթացք տա եւ այլն երկարի։ Հայաստանը կկարողանա ինչ որ X բան վերցնի։ Եթե իշխանությունը շուտ փոխենք, X բան կվերցնենք։ Եթե չփոխեցինք, ժողովուրդ ջան։ Մի բան էլ Նիկոլն ու իր թիմը եւ Քոչանա, Ռուսա, Սերժա, Լևոնա մի բան էլ Հայաստանից տալու։ Իմիջիալոց Իրանին ոչ մեկը չփորձեք ասել Հայաստանի բարեկամն էս 1000 անգամ ասել եմ։ Իրանը ունի իր շահը, ցանկացած ժամանակ պատերազմական մանևր գոյություն ունի, որի ընթացքում Իրանը որպեսի շեղի իրավիճակը կարող մի քանի հատ խփի Հայաստանի տարածքը։ Բայց դա ես չեմ վախեցնում, սա տարբերակ է։ Իսկ այն ով որ նստած վախեցնում են թե հեսա վաղը Ադրբեջանը կխփի, այդ թվում նաև պետության շներ եւ Նիկոլի շներ եւ ձև տված իբր Քոչյանի շներն են, դուք բոլորդ հակահայ եք։ Հակահայ, ես ուրիշ բան չեմ կարող ասել, որտեղ Հայաստանը էս բայ միակ երկիրն է, որը 0 հետաքրքրություն է այս պատերազմի մեջ։ Այստեղ միլիարդավոր տրիլիոնանոց 4.8 միլիոն բարել օրը նավթ է անում։ Դրա մեջ Հայաստանը ինչքան է մտնում։ Հաշվեք, բարելը 75-ով, քանի միլիոն է անում։ 5-ով հաշվեք, որ հեշտ լինի 75-ով, 3.5 միլիարդ օրը, 3.5 միլիարդ կլոր թվեր եմ ասում։ Օրը 3.5 միլիարդի մեջ Հայաստանի բյուջեն ինչքան է։ Երկու օրվա օրու կեսվա բյուջե, հա։ Օրու կեսվա բյուջեն է, բա ի՞նչ է կատարվում հիմա։ Մարդը չալաղաջը թողած ընկնելու է մրջունի հետևից, չէ։ Եվ միակ բանը, որ խոհեմություն պետք է լի, հիմա այս վիճակում չեզոքություն պահելն է։ Ուրիշ բան չպետք է լինի։ Այո, եթե փորձեն ոտնձգություն թուրքերը բան, պատասխան պիտի տան, բայց չեզոքություն Իրանի ու Իսրայելի հարցում ամենակարևոր դերն է։ Իսկ ինչ կանեն Ադրբեջանին, ես ոնց ասեմ ձեզ, այն որ ասում էի մամեդականները Ադրբեջանին համարում են հարամ, հենց սրա հետ է, որտեղ ինքը որպես իբր թե մամեդական ինքը ավելի շատ ջուդական երկիր է։ Քանի որ Պակիստանն էլ Ադրբեջանի դաշնակից պաշտպանում է Իրանին, Չինաստանն էլ, մնացած երկրներն էլ։ Նույնիսկ արաբական երկրներ, որոնք արաբները ատում են Իրանի, բոլորը ուրախացած են ու պաշտպանում են Իրանի։ Հələ դեռ հրաման չկա, որ Հեզբոլահը հարձակվի։ Սա հարցի մյուս կողմն է, երբ որ զինվորը մտավ մեջ, պատերազմը կդառնա արհավիրքով։ Իսկ ինչ կատարվում է Իսրայելում, ինձ լավ եք տեսնում, քանի քաղաքներ, քանի միլիարդներ է ծախսված, ոնց են գետնի տակ անցնում։ Այսքանով ավարտում եմ այսօրվա հաղորդումը, հարգելիներս։ Ունեմ նաև մեկ բան, ես կցանկանամ, որ Իսրայելի վերանալը լինի, բայց այնպես լինի, որ ոնց ասեմ ձեզ, մի փոքր միշտ այնտեղ sense թարախի պալար մնա, բացատրեմ ինչի։ Այս ծրագրի մեկ մասն է, թարախի պալար փուճուր, որովհետև sense մի հատ բան կա, երբ որ Իսրայելի հարցը լուծեցին, քրիստոնեության դուրը եւ բոլոր
բոլորի եւ արևմուտքի վրեժը մեզնից հանելու տեղ էլի մնում է Հայաստանը։ Բոլոր ուշադրությունը կուղղվի մեր վրա։ Դրա համար ավելի լավ է ոչ Իրանը ասենց 150% հաղթի, ոչ էլ Իսրայելը։ Անես լինի, որ հա թողնի 80-20 կամ 90-10 ի օգուտ Իրան։ Պարզա չէ։ Բայց այն 10-ը մնա, այն թարախապալարը մնա, որ միշտ ցավացնի։ Այն չի բան չէ, բան կիստան մնա, որ չկարանան հեռացնեն ու ռուսկը չարորեն։ Պետք եղավ մեծանա, պետք եղավ փոքրանա։ Ուղղակի փոքր տարածքի վրա։ Ինձ թվում է դա էլ է տարբերակ կլինի, քանի որ անգլիական այդ ուղղությունը, որ ներկայացել էին, ընդհանրապես մի փոքր տեղ լինի, որ իսրայելցիները ճուզեցին, պայթեցրեցին անգլիական կառավարությունը, դա ավելի հետաքրքիր է Հայֆայից մինչև Թել Ավիվ, այդտեղ մի 4000 քառակուսի կիլոմետրի վրա, որը լինի միշտ ռազմական բազայի էֆեկտով, պետք եղած ժամանակ հարվածով։ Կապրենք կտեսնենք ինչ կլինի։ Դրա համար Աստված թող արժանի պատժի հայ ազգի ներքին ու արտաքին թշնամիներին, հատկապես ներքինին, որտեղ նրանք տականք են։ Աստված թող արժանի պատժի ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, Նախիջևանում, Գանձակում, Ժորժ ջան հետս կրկնեք, Բագարանում, որտեղ հենց ասենք ամալեկների թշնամիներին մեզ ամալեք են ասում ջհուդները, ջուդների երկիրը վառվավ, այնց որ խոսքը ուժ ունի Աստված լսմա, քանի որ հայը Աստծո մասնիկ իր մեջ ունի, Աստծո անունը հայ է։ Ով որ գնում է փողով ծախվելուն, Աստծո ծախելու, նա վերանում է, նա դառնում է սատանա ջհուդ։ Դրա համար հաջորդ տարին Գանձակում, Բագարանում, Մուշ, բան, Կարին, Էրզրում չասեմ, Կարին, Երզնկա, Թոխատ, քաղաքները ուրիշ եմ ուզում ասեմ, Ադանա, Զմյուրնյա եւ Պոլիս։ Ամեն